Ես առաջարկում եմ, որ մենք հիմա կենտրոնանանք վիզուալ մասի վրա, որպեսզի մեր քաղաքացիները նաև վիզուալ տեսնեն, թե մեր անձնագրերը ինչ փոփոխությունների են ենթարկվելու եւ ներկայացնենք անձնագրի նոր դիզայնը։ Իհարկե առաջին փոփոխությունը գույնի փոփոխությունն է։ Իհարկե մենք մեր դրոշի վրա 3 գույն ունենք՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն, եւ մենք որոշել ենք նաեւ, որպեսզի կենսաչափական անձնագիրը կարմիր երանգ ունենա, որը նաև մեր ուսումնասիրությամբ միջազգայինորեն ամենաշատ տարածված երանգներից է, սկզբունքորեն կարմիր կապույտը ամենատարածվածներն են։ Տվյալ դեպքում մենք նաև փոփոխությունը ավելի տեսանելի դարձնելու համար, որովհետև հին նմուշի անձնագրերն էլ դեռ որոշ ժամանակ առնվազն շրջանառվելու են, որպեսզի տարբերությունը շատ ակնառու լինի, դրա համար որոշեցինք փոխել գույնը։ Ընդհանուր պատկերը այսպիսին է, շատ բան մեր պատկերում կարծում եմ առաջին էջում չի փոխվել։ Հին նմուշի կենսաչափական անձնագրերում էլ այս նշանը կա, կենսաչափականի նշանը, եւ այդտեղ ոչ մի բան չի փոխվել։ Եվ այս շապիկի հետ կապված ունեք որևէ մեկ։ Պարոն վարչապետ, նկատի ունենանք, որ քանի որ խոսեցինք վիզաների ազատականացման մասին, Եվրոպական միության անդամ գրեթե բոլոր պետությունները հենց այսպիսի երանգ են օգտագործել, մուգ կարմիր կամ բուրգունդիի տարբեր երանգներ, սա կարծում նաև լավ ժեստ է ընդհանուր տրամաբանության մեջ, թե փոփոխություն ունենալու եւ թե նաև համապատասխանեցնելու Եվրոպական միության ընդհանուր ստանդարտին։ Մենք ունենք այո նաև տարբերակ բրայլյան գրով, որպեսզի նաև տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ կարողանան նաև անձնագրի հետ այդ առումով հաղորդակցվել եւ առաջին էջի բացվածքն է, սա ճիշտ եմ, չէ՞, Այո, առաջին էջն է։ Եվ ձախ կողմում, ինչպես տեսնում եք, Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզն է, հաջորդիվ Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ որոշակի տեքստային ինֆորմացիա։ Այստեղ ամենակարևորը, որ մեր երկրի ուրվագծային քարտեզն է,